Հետմիջօրեի ժամը 4-ն է փյուչերեն կներկայացնենք հայերեն լուրերով հաղորդումը եւ կսկսենք խորաքիրներով։ Սալամ գզորակցի արսելցիներուն խոստանալով լուծել քաղաքտականներու հարցը։ Ռայի գտրվադե փանագը եւ գծավի անոր նահատակներուն համար։ Օհանյան գսև ենք կհագատացենք միայն թիբուգահարներու գրագոցներուն։ Վարչապետը Սալամ տրվադեց արսելցիներուն թիրքորոշումները եւ զինյալներուն թեմ գրվելու անոնց հանձնարարությունը։ Սալամ նաեւ զորակցություն այտնեց արսելին եւ խոստացավ անհրաժեշտ աշխատանքը դանել թյուրացնելու համար արսելցիներուն ապրուստը եւ ամենօրյա կյանքը։ Սալամ իր բնակարանին մեջ ընդունեց արսելը ներկայացնող բادվիրագությունը եւ զսկուշացուց փախումներուն հարանվանական քունավորումը դալու վտանգավոր հետևանքներն։ Աննշեց, որ ավանին թիմակրաված խնդիրներուն մեկ մասին պատճառը Սուրիացի քաղաքտականներու մեծաթիվ ներկայությունն է արսելի մեջ։ Ուստի կառավարությունը եւ պատկան մարմինները աշխատանք կտանին լուծելու համար քաղաքտականներուն խնդիրը։ Անոր խոսքով արսելի բնակիչներու 99%-ը հանձնարարու կմնա ազգային սկզբունքներուն։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրի գերմանական նախարարական բادվիրագության հետ տեսակցության ընթացքին խոսեցավ Լիբանան աբաստանած սուրիացի քաղաքտականներու խնդիրներուն եւ քաղաքտականներու երևույթին հետևանքով հարաճած հարցերուն մասին։ Անոր խոսքով սուրիացի եւ բաղեստինցի քաղաքտականներուն թիվը մոտեցած է 2 միլիոնի, հետևաբար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը նախ քննարկելով անոր քաղաքական պատճառները։ Բրրի տրվադեց գերմանական մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ ուժերու առաքելության եւ արձարծեց ծովային սահմաններու խնդիրը իսրայելյան խախտումներու կողքին։ Գերմանական բادվիրագությունը խորհրդարանի նախագահին փոխանցեց հոկտեմբեր 28-ին տեղի ունենալիք համակումարի մանրամասնությունները, որ նվիրված պիտի լա սուրիացի քաղաքտականներու հարցին։ Մարունիներու կարդինալ Բշարը Ռայ Բադրիարքը դիմենի մեջ եկեղեցվո մեջ հանդիսաբերեց Լիբանանյան բանակի զոհերուն նվիրված Սուրբ Պատարագի եւ հոգեանքստյան արարողության նվիրված Սուրբ Աստվածածնա վերափոխման տոնին։ Պատարագի ներկա գտնվեցավ բանակի ընդհանուր հրամանատար Զորավար Ժանահուաժին։ Իր քարոզին մեջ Ռայ դիտել տվավ, որ իրենք հadouk հարկանք ունին Լիբանանյան բանակին եւ ներքին ապահովության ուժերու բոլոր զոհերուն, մասնավորապես արսելի փախումներուն ընթացքին սպանված զինվորներուն հանդեպ։ Ռայ նաև զորակցեցավ զինվորական աստատության հետ, որ կբահբանե Լիբանանի արժանապատվությունը եւ գայունությունը։ Կարդինալը քաղաքական կորձիչներուն գոչուեց ընտրելու նոր նախագահը, որբեսի կանոնավորվի կառավարության եւ խորհրդարանին աշխատանքը եւս։ Ռայ նաև խաղաղություն եւ ապահովություն մաղթեց Սուրիո, Իրաքին եւ Բաղեստինին։ Ներքին ապահովության ուժերու դեղեկահավաքի բաժանմունքը հաջողեցավ ցերպակալել Բալբակի ազատ սուննիներ գոչված գազագերբության համացանցային գայքեչը դնորինող անձը։ Դեղեցություններուն համացային ցերպակալյալը Հսեյն Հսեյնն է 95-ին ծնած երիտասարդը։ Այդ գայքը կդնորիներ անիր հերախոսով։ Այսօր առավոտյան դեղեկահավաքի բաժանմունքը Լիբանանյան տրոշը բարձացուց նշյալ գազագերբության գայքին վրա եւ ներկայացուց կասկածյալի ցերպակալման հայտարարությունը։ Սկզբունքով վաղը պետք է վերջնականապես հստականանա պետական քննություններու սրբակրության ճակատագիրը, որովհետեւ աշակերտները կարողանան ունեն հետևել իրենց համալսարաններու արձանագրություններուն։ Կրթության եւ Փարսակույն ուսումի նախարար Լիես Բուսաղաբի աղբյուրները կանխադեսեցին, որ հաջողության վկայակիրներու դպակրությունը սկսի վաղը կեսօրին, նկատի առնելով, որ ցարտ նորություններ չկան աշխատավորական սենդիկաներու աշխատանքները համագարկող խորհրդի թիրքորոշումներուն առումով։ Խորհուրդը քննարկումներ կկատարի քաղաքական կողմերուն հետ, սակայն դակավին փոփոխության չէ ենթարկած իր պաշտոնական թիրքորոշումը քննություններու սրբակրությունը մերժելու կապակցությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի ստորապաժանումները անկանոն գրագոցներուն չեն պատասխաներ սահմանին վրա, սակայն կհագատարցեն թիբուգահարներու փամփուշտներուն։ Արտակարգ իրավիճակներու նախարարություն տված այցելության ընթացքին Օհանյան նշեց, որ հայկական կողմը կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնե ներթափանցումի փորձերը ցախողության մատնելու համար։ Նախարարին համաձայն սահմանային թրությունը համեմատաբար հանդարտ է զսպումի գործողություններուն եւ այլ չանքերուն հետևանքով։ Մենք աշխատանք կտանենք նվազեցնելու Հայաստանի գյուղերուն ուղղությամբ կատարվող հրթիռարձակումները եւ հրացակություններու թիվը, զոր հաստատած ենք նույնիսկ 0-ի։ Պիտի շարունակենք ամեն ինչ կատարել, որովհետեւ մեր սահմանամերձ գյուղերու բնակիչները խաղաղ զգան, ըսավ նախարարը։ Օհանյան դիտել տվավ, որ Ադրբեջանի մեջ սպանված հայքերի Գարեն Պետրոսյանի թիակի դեղափոխման հարցով կսպաղի Գարմիր խաչի միջազգային գազագերբությունը։ Մենք աշխատենք Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանակելու կամ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, ըսավ նախարար Օհանյան։
Յահագի մոտ Միացյալ Նահանգներու առաքելության ներկայացուցիչ Հարի Ռոբինսոն հայտարարեց, որ Վաշինգտոն գողջուն է Սոչիի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներուն տեսակցությունը։ Անոր խոսքով սահմանային քիզին վրա դեղի ունեցած գրագոցներն ու խախտումները թադաբարդելի են, նկատի առնելով, որ ցկած են մեծ տիվով զոհեր։ Տիվանակետը նաև ցավակցություն հայտնեց զոհերու հարազատներուն։ Անամերիկյան հանձնարարություն հայտնեց Ղարաբաղյան հագամարտության ղեկավարման աշխատանքներուն, նկատի առնելով, որ հագամարտությունը ռազմական լուծում չունի։ Նույն ծիրին մեջ կոնգրեսի արտաքին հարաբերություններու մնայուն հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս գոչ ուղեց նախագահ Բարակ Օբամայի վարչագահին նպաստել Ղարաբաղյան շփման քիզին վրա զինաթաթարի թրության վերականգնումին։ Հաղորդակցության մեջ Ռոյս անհանգստություն հայտնեց զինաթաթարի խախտումներուն համար եւ գոչ ուղեց վերջ տալու լարվածության, խնայելու համար մարդոց կյանքը։ Կոնգրեսականին համաձայն անհրաժեշտ է ջնշում կործացրել Ադրբեջանին վրա, սահմանեն թիբուգահարները հեռացնելու եւ խաղաղ ծրագրին սադարելու համար։ Թուրքիո վարչապետ եւ նախագահական ընտրություններուն հաղթած տեխնազու Ռաջեփ Թայիփ Էրդողան իր նախագահական ընտրութենեն յետ կարաչին այցելությամբ պիտի ուղղվի Ադրբեջան։ APA լրատու կորձակալության համաձայն Էրդողան այդ մասին հայտարարած է իշխող արդարություն եւ զարգացում գուսակցության մեկ հանդիսության ընթացքին։ Ադրբեջանի գողքին նախագահ ընտրված վարչապետը նաեւ գայցել է Կիպրոսի հյուսիսային բռնակրաված հատվածը։ Նշենք, որ Էրդողանին Ադրբեջան հրավիրած էր նախագահ Իլհամ Ալիևը վարչապետին ուղարկված իր շնորհավորակիրին մեջ։ Այժմ գանցին ցանցումային թաթարի, որ մեյետ Մելիքի դեղի դվավ եւ ընդունեց Աբադի վարչապետ նշանակումը։ Միացյալ Նահանգներ ողջունեց Իրաքի կորձող վարչապետ Նուրիլ Մելիքիի որոշումը հետ սկոչելու վարչապետի պաշտոնին իր թեկնածությունը ի նպաստ Հայդար Աբադիին։ Մելիքիի, Աբադիի եւ խորհրդարանական իր բլոկի անդամներու ներկայությամբ երեք գիշեր հայտարարած էր իշխանութենեն հրաժարելու եւ Աբադիի թեկնածության զորակցելու մասին։ Նախաբես Աբադիի թեկնածության աջակցություն հայտնած էին շրջանային շարք ուժեր, ներառյալ Իրանն ու Սեուդական Արաբիան։ Իսկ Իրաքի շիայի հոգևոր առաջնորդներն Ալի Սիստանին խորհրդարանին գոչ ուղղած էր համակորձակցելու նորանշանակ վարչապետին հետ գազվելու համար միասնականության կառավարությունը։ Միացյալ Նահանգներու նախագահ Բարակ Օբամա հայտարարեց, որ Իրաքի Սինջար լերան վրա մարդասիրական օգնության առաքելությունը ավարտած է։ Օբամա մամլո ասուլիսի ընթացքին նշեց, թե լերան վրա Դաեշի կամ այսպես կոչված իսլամական պետության զինյալներեն պատասպարված եզդիները աստիճանաբար սկսած են լքել իրենց աբաստարանը քյուրդ զինվորականներու պաշտպանության տակ։ Աննշեց, որ փախստական եզդիները բավականաչափ բարեն ունին, ուստի ամերիկացի զինվորականներու աջակցության գարիքը հետայսուտ չկա։ Օբամա կորձողության իրականացումը գրեթե անթերի որակեց, միաժամանակ ընդգծելով, որ ամերիկյան օդուժը կշարունակի հարվածներ հասցնել Իրաքի մեջ իսլամական պետության թիրքերուն։ Սուրիո մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններու մեջ փուրըմփախումները շարունակվեցան վարչագահի ուժերուն եւ ընդդիմադիրներուն միջև։ Մլիհա Ավանեն զինյալներու հերացում են յետ փախումները խստացան անոր հարագից Զբդին եւ Ժիսրին ավաններուն մեջ։ Սուրիական օդուժը այսօր նաև ձանր ռմբակոծման ենթարկեց Հալեբ, Դրա եւ Ռաղկա նահանգներուն մեջ շարք շրջաններ եւ թիրքեր։ Ուկրաինայի արևելյան շրջաններում մեծ ձանր մարտերը շարունակվեցան Փանագին եւ Ռուսամեդ ըմպոստ զինյալներուն միջև։ Ուկրաինական Փանագը շարունակեց հարաճ խաղացքը ըմպոստներուն ամրոցը նկատվող Դոնեցկ քաղաքին ուղղությամբ։ Փանագը 3 հագագիշիրի դագարավ Դոնեցկեն 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ավանմը։ Մինչ այդ ուկրաինական հագահապեկչական գետրոնեն հայտարարեցին, թե ռուսական զրահաբադ մեքենաները եւ զինվորական բեռնադարերը պահակացած շարասյունը հադած է Ուկրաինայո սահմանը ռուսամետ անչադողականներուն գոմե կրավված անցագետով։ Ըստ ուկրաինական գոմին, ռուսական ռազմական շարասյունը կշարժի դեպի Լուհանսկ շրջանին ուղղությամբ։ Ուկրաինական գոմը այս հայտարարությամբ հավանաբար կագնարկե ռուսական մարդասիրական շարասյունին, որըստ Մոսկվային ու դեստեղեն չուր եւ այլ մարդասիրական օգնություններ կմիտի հասցնել Լուհանսկի բնակիչներուն։ Շարասյունին կհսկեն ռուս զինվորներ եւ ռազմական ուղղաթիռներ։ Ուկրաինական իշխանությունները հայտարարած էին, թե մարդասիրական կարավանին մուտքը պիտի չարդոնեն, եթե անորփերը չստուկվի իրենց եւ միջազգային Կարմիր խաչի կողմէ։ Ուկրաինայո խորհրդարանի անգուսակցական պատգամավոր Ալեքսանդր Շևչենկոյի եւ նախագահական նախկին տեխնազու պատգամավոր Օրեգ Լիաշկոյի միջև վեճը ավարտեցավ ձեծգրդուկով։ Խորհրդարանականներուն միջև ցակած գրիվը, որ դեվեց մի քանի վայրկյան, գվերապերեր երկրի արևելքին մեջ տիրող իրավիճակին։ Շևչենկոն մի քանի անգամ հրեց Լիաշենկոյին, որուն իբրև պատասխան վերջինս ըսավ. «Ինչու գհրես, ավելի լավ է ռազմաժագատ Դոնբաս երթաս, հոն երբեք չես կացած»։
Շևչենկոն չանթուրշելով այս բարերը եւ բրունցկով հարվածեց ասկայնական մոդեցումներով հայտնի Լիաշկոյի երեսին, որ բահմը գործընծուց իր հավասարակշռությունը։ Ուկրաինայի խորհրդարանին մեջ ձեծ գրդուկները բավական տարածված երևույթ են։ Իսկ այժմ միջազգային եւ միջին արևելյան գարկմը այլ լուրեր հետեւյալ դեսանյութով։ Գազայի մեջ հայտարարված 5-օրյա զինադադարը այսօր իզորու մնաց հակառակ երեկվա խախտումներուն։ Իսրայելյան բանակը հայտարարեց, թե պաղեստինյան միլիսներ գեսգիշերին խախտած էին զինադադարը ու թրթիրներ արձակելով իսրայելյան տարածքներուն ուղղությամբ։ Իսրայելյան օդուժը հակադարձած էր, ռմբակոծելով Գազայի մեջ հրթիռ արձակման թիրքեր։ Զոհերու մասին որևէ դեղեցություն չէր տարածված եւ թշնամական գործողությունները կանգ առած էին արևածագին։ ՄԱԳ-ի պատասխանատուներ ժողով մկումարեցին լիբիացի պաշտոնադարներու հետ Միսրաթա քաղաքին մեջ, քննարկելու համար երկրին մեջ զինյալ խմբավորումներուն միջև տեղի ունեցող փախումներուն վերջ տնելու միջոցները։ Այս ժողովը հաջորդեց Լիբիո խորհրդարանի որդեգրած որոշումին, որով աբորինի կհայտարարվին երկրի զինվորական փաղանքները եւ գոչ կուղվի ՄԱԳ-ին պաշտպանելու քաղաքայինները զինյալ փախումներ են։ Նիգերիո հյուսիսարևելյան շրջանին մեջ իսլամական Բոկո Հարամ ծայրահեղական գազագերբության զինյալները հարևանքեցին շուրջ 100 երիտասարդներ։ Ամենայն հավանականությամբ գազագերբությունը արևանքյալներուն կստիպե գրիվներու մասնակցել իր շարքերեն ներս։ Այս տարվա սկիզբեն մինչև օրս ծայրահեղականներու արևանքած են հարյուրավոր բնակիչներ եւ սպանած են ավելի քան 2000 անձեր։ Ամենեն աղմգահարույց թեփքը եղած էր 276 աշակերտուհիներու արևանքումը այս տարվա ապրիլին։ Ծայրահեղականները խոստացած էին զանոնք վաճառել կամ ստիպողապար ամուսնացնել։ Անոնց մի քանին հաջողած էր փախուստ տալ։ Պակիստանի արևմտյան Քուեթա քաղաքին մեջ 6 զինյալներ սպանվեցան եւ 6 ոստիկաններ վիրավորվեցան քաղաքի օթագայանին վրա կատարված հարձակումի ընթացքին։ Պակիստանցի պատասխանատուներ նշեցին, թե զինյալները չեն հաջողած օթագայան մուտք գործել, այլ սպանված են օթագայանի մոտակա զինվորական խարիսխին մոտ։ Ապրիլի տարածքին կշարունակվի Իբոլա ժահրի հարաճացուցած համաճարակի տագնապալի Նիգերիո մեջ ստեղծված է Իբոլայի թեմ սեփական փորձնական տեղամիջոցը։ Միակ փորձնական տեղամիջոցը, որ այս պահուն ունենք, մեր գիտնականներու մշակած պատվաստն է, որում մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ հայտարարեց Նիգերիո առողջապահության նախարարը։ Անայև հայտնեց, որ երկրին մեջ արձանագրված է Իբոլա վարակի 11 դեպք։ Իսկ այժմ հասած է հաղորդման ավարտը, կվերիչեցնենք մեր գլխավոր լուրերը։ Սալամ գզորակցի արսելցիներուն խոստանալով լուծում գտնել քաղաքականներու հարցում։ Պատրիարք Ռայի գտրված է բանակը եւ գծավի անոր նահատակներուն համար։ Օհանյան գսե մենք կհագատարցենք միայն թիբուգահարներու գրագոցներուն։ Հյուչել են ներգայացուցին հայերեն լուրերու աղորդումը ցեզի հետ գլանք վաղը շաբաթ ժամը 4-ին ցելեսություն։